Ինչ կարծիք ունեք այսօրվա տոնի խորհրդի առթիվ։ Այսօրվա տոնը շատ ուժեղ ասեմ, այդ բառը օգտագործեմ, շատ ուժեղ հզոր տոն է եղել։ Եվ հույս ունեմ, որ էլի լինելու է։ Կապ չունի այս իշխանությունները ոնց են վերաբերվում այս տոնին կամ մեր հաղթանակներին։ Մենք իշխանությունով չենք ապրում եւ իշխանությանը չենք նայում ինքը ոնց է գնահատական տալի։ Գնահատականը տալիս է ժողովուրդը, որովհետեւ այս տոները ձեռք է բերել հայ ազգը, միասնական հայ ազգը եւ իրաց ծնված, իրաց օծի ծնված զավակի այրան գնով։ Դրա համար այս տոնը մեր համար շատ հզոր տոն է։ Առաջին անգամը, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերից Ռուսաստանի Դաշնության Կարմիր հրապարակում չենք հայլում նաև 80 մեծ հաղթանակի 80-րդ տարելիցի կապակցությամբ, դա եւս թուրիմացություն է, որովհետեւ լավ իմանալով տարածաշրջանում պատմությունը, ամենահզոր եւ ամենամարդաշատ քանակով զորքը եղել է Հայաստանի Հանրապետությունից 600,000 մասնակից ենք ունեցել հայրենական մեծ պատերազմին, որից 300,000-ը զոհվել են եւ դա էլ է մեր հաղթանակը, որովհետեւ այն ժամանակ եղել է խորհրդային միություն։ Այն ժամանակ մենք եղել ենք խորհրդային միության մի մասնիկը եւ վերցրած Կովկասի ժողովրդի քանակի համեմատ Ադրբեջանի մեծ քանակը, Վրաստանի մեծ քանակը, Հայաստանի Հանրապետությունը ունեցել է փոքրաթիվ քանակ եւ մասնակցություն է ունեցել մեծ քանակությամբ։ Նաեւ այդ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունը առաջի անգամ չի, երևի սա գիտեն, տվել է բազմիցս մարշալներ, գեներալներ եւ հերոսներ։ Դրա համար դա մեր համար պատվաբեր չէ այսօրվա իշխանության վարած քաղաքականությունը եւ այն հայտարարությունը կան կուսակցություններ, ինչ որ կուսակցությունները հայտարարում են, որ մենք մայիսի 9-ը պետքա չտոնենք, որովհետեւ դա ֆաշիզմի դեմ է եղել, իմի Ռուսաստանն է, թող իմի գան, թող հասկանան, որ այդ պայքարը նաեւ եղել է մեր պայքարը։ Այդ պայքարի ընթացքում մենք մեր զավակներին էլի զոհաբերության ենք տվել այդ հաղթանակը։ Քանի որ այսօր նաև Շուշի ազատագրման օրն է, եկեք պատմական ակունքները մի փոքր հետ տանենք եւ հասկանանք որն էր մեր սխալը, որն էր մեր բաց թողումը, որ Շուշին ընկավ եւ արդյոք մենք կարող ենք այնպես անել, որ ներկայիս դրությունը չլիներ։ Այո, մենք կարող էինք։ Ես լինելով զինվորական երկար տարիներ ծառայելով բանակում եւ տեսնելով քաղաքական կուրսը, ասենց ասեմ, իրանց պահվածքը դեպի իսեր հայրենիք, բնականաբար մխսել են իրանք։ Մենք գրավյալ Արցախը ավելի շուտ ազատագրեցինք։ Մենք ունեցանք ամբողջովին Արցախը, Լեռնային Արցախը մեր տիրապետության տակ։ Բայց ժամանակի հատվածում մարդիկ իրանց փառահեղությունից ելնելով մխսեցին այդ հաղթանակը։ Ուրիշ մարդկանց այրան գինը նրանք վերածեցին իրան ջեբի գումար։ Դրա համար կորցրեցինք մենք մեր հաղթանակը։ Մենք կարող էինք այդ ժամանակ ավելի կոնկրետ 94 թվականից Հայաստանի Հանրապետության կառավարությունը զավթված է եղել։ Զավթված է եղել հերոսակա խմբերի կողմից։ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել ժողովրդավարական կամ ազգային իշխանություն։ Կլանային իշխանությունները մեկը մեկին փոխանցելով եւ իրան ծրագրերը իրականացնելով մեզ բերեցին հասցրեցին անդունդի եզրին։ Համահայկական ճակատ կուսակցությունը եւ համահայկական ճակատ շարժումը լավ գիտեք, որ մենք հիմնականը գերակշռմասան այդ երկու կառույցներում նախկին զինվորականներն են։ Մենք ինչու անցանք քաղաքական գործիչ դառնալուն։ Դա կանչ էր, դա հոգու կանչ էր, որովհետև մենք այսօր նայում ենք գնանք մարտնչենք գրավենք, այո, 44-օրյա պատերազմը դա մեր համար հզոր օրինակ էր։ 44-օրյա պատերազմին մեր հայ
զինվորը, մեր հայ մարտիկը, ազատամարտիկը գրավեց, պահեց մեր ազատագրած տարածքները, բայց իշխանությունը մի գրիչի հարվածով դա նվիրաբերեց։ Մենք մեր ընկերների բավականին մեծ զանգված կորցրել ենք այդ ընթացքում։ Դրա համար մենք որոշեցինք դառնալ քաղաքական կուսակցություն եւ շարունակել պայքարը մեր ընկերների եւ մեր պայքարը, որը որ դեռ պատանեկության տարիներից, երևի 93 թվականից ես նայելով այդ կամավորական շարժումներին զինվորագրվեցի, ընդունվեցի Մոնթե Մելքոնյան անվան վարժարանը, դրանից հետո ինստիտուտը, դրանից հետո բանակում տարբեր պաշտոններ, այդ սիրուց ծնվեց մեր մոտ զինվորական դառնալը։ Եվ այդ տղաների այրունն ու քրտինքը, այդ տղաների առաջ չարչարանքը մենք թույլ չենք տալու, որ ինչ-որ մի իշխանավոր կամ իշխանիկներ, որոնք որ բանակում բացարձակապես չեն ծառայել, իրանք իրանց էությամբ վերցրեք, նայեք, սա փաստ է, ես չեմ զրպարտում, բոլորի կենսագրության մեջ գրված է նի գոդնի, բանակից ազատվել են հիվանդության պատճառներով։ Դրա համար եմ ասում, նիգոդների իշխանությունը այսօր եկել է դարձել է իշխանություն եւ որոշում է բանակի կամ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը, որը որ բացառվում է։ Մենք գիտենք պատմություններ, որ ժամանակին բանակ չծառայած մարդկանց դաժե աղջիկ չէին տալի, չէին ամուսնանում։ Այսօր տվել են Հանրապետության ղեկավարում եւ պահանջում ենք, որ իրանք լինեն արդար եւ արդարացի։ Այսօրվա ընդունված օրենքները իրանց, եթե ուզում ես բանակից ազատվես, 15 միլիոն դրամ մուծում ես, ազատվում ես։ Ինչի պետքա հայ տղան, հայ պատանին մուծի 15 միլիոն դրամ, որ բանակից ազատվի։ Հայաստանի Հանրապետության համար բանակում ծառայությունը Հայաստանի Հանրապետության արական սեռի, ցանկացած արական սեռին պետքա պատիվ բերի հայոց բանակում ծառայելը եւ Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելը հերոսակախմբերից եւ հակառակորդներից։ Իսկ որպես երկար տարիներ ռազմական ոլորտում գործունեություն ծավալած մարդ, ինչ է կարծում, արդյոք հույս կա, որ օրերից մի օր Շուշին եւ մնացած տարածքները կկարողանանք հետ բերել։ Բնականաբար մեր հիմնադրվելու օրը, կուսակցության հիմնադրվելու օրը ես հայտարարություն եմ արել։ Եթե մենք նայում ենք քաղաքական ուժերի եւ բազում կուսակցությունների արած աշխատանքը այս 30 տարիներում, ես որ լինեի իրանց տեղ ունենայի հասիվ նամուզ եւ մտածեի պետության համար, ես կլուծարեի իմ կուսակցությունը։ Բայց քանի որ նրանք էլ համատեղ զբաղվում են Հայաստանը փլուզելուն, այո, մենք այսօր կարող եմ ասեմ, միակ ընդդիմադիր ուժն ենք բոլորի դեմ, ովքեր որ պատրաստ են Հայաստանի լուծարման, ովքեր որ նպաստում են Հայաստանի Հանրապետության լուծարմանը եւ համախմբելով Հայաստանի Հանրապետության գիտակից մարդկանց, գիտնականներ, մտավորականներ, անհատ գործիչներ, այո, մենք այդ համախմբումը ստանալուց հետո մենք ունենալու ենք ազգային իշխանություն եւ մենք ունենալու ենք ոչ թե մենակ Լեռնային Արցախը, այլ նաեւ այլ տարածքներ, որովհետեւ դա պատմականորեն մերն է եւ մենք չենք հրաժարվում այդ տարածքներից։ Մենք երեք գնացել ենք մեր կուսակցությունով եւ շարժումով համատեղ Արցախի ճանապարհի վրա, դեպի Արցախ տանող ճանապարհի վրա։ Կատարել ենք ծառատունք, դա հատուկ նպատակ էր, որովհետեւ մենք Արցախի ճանապարհը չենք փակել, Արցախի էջը մեր համար փակված չի, մենք պետքա կանանչ պահենք այդ ճանապարհը, որ հասնենք այնտեղ։ Ես անձամբ ինքս իմ պատանեկան տարիների 7 տարին ծառայել եմ Արցախի պաշտպանական բանակում։ 7 տարի դա քիչ չէ, էլի, ես ամեն մի քար ու թուփ իմ ձեռքով այնտեղ սարքել եմ, դրել եմ իմ ընկերների հետ միասին։ Դրա համար դա մեր համար շատ թանկ է եւ մենք դրա համար պատրաստ ենք եւս մեկ անգամ ապացուցելու մեր ուժը։